Սիրելի հայրենակիցներ, բարև ձեզ։ Հայաստանում վերջի ժամանակներում ուղղակի քաղաքական հայտ ներկայացնելը արդեն իսկ հանցագործություն է եւ ընդհանրապես կարիք չկա խորանալու, թե ինչի մեջ քեզ կմեղադրեն, քանի որ քաղաքական հայտ ներկայացնելը, երկիրը ավելի լավ պատկերացնելը, ավելի լավ երկրի ապագան տեսնելը արդեն իսկ հանցագործություն է համարվում այսօր Հայաստանում։ Սակայն սա հենց այն որոշիչ բանն է, քննությունն է, որը տարանջատում է այն մարդկանց, ովքեր պատրաստ են գնալ այդ բարդությունների եւ այն մարդկանց, ովքեր ամեն բարդությունից խուսափում են։ Մենք պատրաստ ենք այդ բարդությունների, միշտ պատրաստ ենք եղել եւ հիմա էլ ենք պատրաստ եւ մի անգամ ասել եմ, մեկ անգամ էլ կասեմ, ավելի մեծ պատիվ է մեր պայքարի համար գտնվել ճաղերի այն կողմում, քան այս կողմում։ Հայաստանը լինելու է մի երկիր, որտեղ այլևս քաղաքական հետապնդումը, քրեական գործեր չեն ծառայելու մարդկանց քաղաքական գործունեությունից հետ պահելու համար, այսինքն չեն բացվելու նոր քրեական գործեր, որպեսզի մարդիկ քաղաքականությամբ չզբաղվեն, այլ ուժային կառույցները աշխատելու են, որպեսզի երկրում ամեն օր չլինի սպանություն, որպեսզի երկրում լինի իրական օրինականություն եւ երկիրը վերադարձնի իր ամենաանվտանգ երկիր տիտղոսը, որ ունեցել ենք մենք տարիներ շարունակ։ Վստահ եղեք, սիրելի հայրենակիցներ, որ ոչ մի բարդ բան վերդ գնալու մեջ չկա, ոչ մի բարդ բան ինձ համար եւ իմ թիմակիցների համար այս ճանապարհի մեջ չկա եւ մենք գնալու ենք, շարունակելու ենք այս process-ը, որովհետեւ սա մի մեծ պատմության, մի մեծ տարածաշրջանային զարգացման մի մաս է, որի հիմնական նպատակները լրիվ այլ են։